Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, ի պատասխան ԱՄՆ Իսրայել շարունակվող ավիահարվածների Իրանի ռազմական օբյեկտներին։ Իսրայելի մի շարք քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել, իսկ հոպերը փորձել են որսալ արձակված հրթիռները։ ԱՄՆ-ում այս զարգացումը քաղաքական լուրջ քննարկումների պատճառ է դարձել։ Հանրապետականները կոնգրեսում արգելափակել են նախաձեռնությունը, որը նախատեսում էր դադարեցնել Իրանի դեմ ամերիկյան օդային գործողությունները։ Թրամփը հայտարարել է, որ ռազմական գործողությունը կշարունակվի մինչև Իրանի ռազմական սպառնալիքի չեզոքացումը։ Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Մերձավոր Արևելքում հակամարտություն ընդլայնելու փորձի մեջ։ ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները կարող են տարածաշրջանային լայն պատերազմ հրահրել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս հարցով խորհրդակցություններ է անցկացրել մի շարք արաբական երկրների առաջնորդների հետ։ Մոսկվան առաջարկել է իր միջնորդությունը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Ուկրաինան առաջարկում է հետաձգել Ռուսաստանի հետ նախատեսված բանակցությունների հերթական փուլը։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները նախատեսվում էին անցկացնել Աբու Դաբիում մարտի 5-ից 9, սակայն Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը կարող է վտանգավոր դարձնել այդ հանդիպման անցկացումը։ Կիևը և Վաշինգտոնը այժմ քննարկում են նոր վայր ընտրելու հնարավորությունը։ Քննարկվող տարբերակների թվում են Թուրքիան և Շվեյցարիան։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է պահանջել, որպեսզի Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնեցկի որոշ շրջաններից։ Ուկրաինան պահանջը համարում է անընդունելի և հայտարարել է, որ այն չի կարող լինել բանակցությունների հիմք։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքով նույնիսկ Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը չի փոխի դաշինքի ռազմավարությունը։ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են միաժամանակ աջակցել ԱՄՆ-ին տարածաշրջանում և շարունակել ռազմական օգնությունը Կիևին։ Ռյուտեն ընդգծել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է արևմտյան ռեսուրսների բաշխմանը։ Նրա կարծիքով Մոսկվան կարող է փորձել օգտվել աշխարհաքաղաքական ճգնաժամերից։ Դաշինքի ներսում քննարկվում է նաև ռազմական արտադրության արագացման հարցը։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը բախվել են ամերիկյան արտադրության հրթիռների պակասի հետ։ Մի քանի շաբաթ շարունակ F-16 կործանիչները չեն ունեցել բավարար զինամթերք։ Դա զգալիորեն սահմանափակել է ռուսական հրթիռների և օդանավթաչուների դեմ պայքարի հնարավորությունները։ Կիևը դիմել է արևմտյան դաշնակիցներին արագացնելու զինամթերքի մատակարարումները, սակայն ԱՄՆ ռազմական արդյունաբերությունը դեռ չի հասցնում բավարար քանակությամբ արտադրություն ապահովել։ Ռուսական անօդաչու սարքը հարվածել է օտարերկրյա բեռնատար նավին Սև ծովում։ Նավը գտնվում էր Ուկրաինայի նավահանգիստներից մեկի մոտակայքում և տեղափոխում էր հացահատիկ։ Նավը գրանցված էր Պանամայի դրոշի տակ։ Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ հարվածը վտանգում է միջազգային առևտուրը։ Հատկապես վտանգի տակ է հայտնվում հացահատիկի արտահանման շղթան։ Տնտեսագետները զգուշացնում են, նման միջադեպերը կարող են ազդել համաշխարհային պարենային շուկաների վրա։ Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքեր են ընկել երկրի տարածքում։ Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայաններից մեկի մոտակայքում։ Արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Ադրբեջանի իշխանությունները պահանջել են բացատրություն Թեհրանից։ Բաքուն նաև հայտարարել է, որ պահպանում է պատասխան քայլերի իրավունքը։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարող է ազդել Ուկրաինայի վրա։ Խնդիրը կապված է Պատրիոտ հակաօդային պաշտպանական համակարգերի հրթիռների պակասի հետ։ Այդ հրթիռները օգտագործվում են ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Եթե հակամարտությունը խորանա, Վաշինգտոնը կարող է ստիպված լինել առաջնահերթությունը տալ տարածաշրջանին, ինչը կարող է սահմանափակել Կիևին տրամադրվող զինամթերքի ծավալը։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի շարք հզոր պայթյուններ են գրանցվել։ Պայթյունների ձայները լսվել են քաղաքի տարբեր հատվածներում։ Ականատեսները հայտնել են, որ պայթյուններից հետո սկսվել են հրդեհներ։ Իրանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները սկսել են արագ լքել երկիրը, հատկապես ակտիվ է մարդկանց հոսքը դեպի Պակիստանի սահման։ Վերլուծաբանները նշում են, որ իրավիճակը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից։